ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը, լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի, հանգիստ, շարունակեք տիկին Վարդանյան։ Այս վիճաբանությունը սկսվեց այն ժամանակ, երբ իր ելույթում Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխանության հասցեին ասաց 2024-ը եղել է մի թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել ու իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ռուբեն Ռուբինյանը Վարդանյանին հորդորեց հարգալից լինել, հիշեցնեմ, խորհրդանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Եթե Սյունիքն էլ տակ 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբանկանեն ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իսկ գիտեք 2024-ը ինչ թվական է եղել։ 2024-ը եղել է թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ու որոշել են, որ օրինակ Տավուշի գյուղերը, տարածքները Տավուշից դա Հայաստան չի։ Եղբայր ով է ասում Հայաստան չի։ Մեր վարչությունը։ Ես որոշել եմ Հայաստան չի։ Շուրմուխեն կեսն էլ Հայաստան չէր։ Ով է ասում ես եմ որոշել։ Ոնց ես որոշել, ինչ կապ ունի, ժողովրդավար երկրում ենք։ Ու 2024-ը եղել է տարի, երբ որ դուք առանց այդ երկու երկրների հանձնաժողովների համաձայնագրի ԱԺ-ում հաստատման միջև է տանելը։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանն է, բայց դա շատ վախենալու է հնչում, համաձայն եմ, եւ պիտի վախենալու հնչի։ Ոչ եք գալու ասեք մենք արևմտյան Ադրբեջան ենք ստե կառուցում։ Պիտի գայիք եւ դա փաթեթավորեիք։ Ու դրա փաթեթավորումը դուք այդ իրական Հայաստան կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Եվ վերջում ավարտեմ ելույթի հնարավորություն դեռ կլինի։ Այս պետությունը չի կարա լինի երշիկի ու հարկ տալու մասին։ Այս պետությունը հայկական ինքնության մասին մենակ կարա լինի, այդ ինքնության պաշտպանման ու զարգացման։ Ձեր երշիկ կալբասային այդ կոնցեպտը, ինչքան էլ ուզենաք արևմտյան Ադրբեջանը դրանով թաքցնել, դա ձեր մոտ չի ստացվել։ Մենք մեր պատմության գավաթնակետին ենք հասել ու մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանում այսօր սկսվել է իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն, որը եթե ոչ առավել առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականինը։ Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու եւ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացել Ադրբեջանի հետ միասին։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի։ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման 7 տարիներին ետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ, կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրեն օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած
անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Այս իրողությանն առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։ Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը Սյունիքում կրկին լսվել են ադրբեջանական կրակոցների ձայները։ Խնածախի բնակիչների խոսքով կրակելու ժամերը չեն փոխվում, սակայն ինտենսիվությունը ավելանում է։ Խոզնավար համայնքից նույնպես հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ադրբեջանական կրակոցներից միայն մեկ բնակչի տանտանիք է վնասվել Խոզնավարում, իսկ Խնածախում վնասներն ավելի շատ են։ Բնակելի 3 տանտանիքներին գնդակների հետքեր են հայտնվել։ Օրեր առաջ էլ թիրախիտակ էր հայտնվել գյուղի մշակույթի տունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ լռում է։ Թբիլիսիում տեղի ունեցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալների եռակողմ հանդիպումը նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է Վահան Կոստանյանը, վրացականը արտգործնախարարի առաջին փոխնախարար Լաշա Դարսալյան, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը։ Միջոցառումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին։ Հանդիպման նպատակն է երեք երկրների միջև կարծիքների եւ տեսակետների փոխանակում եռակողմ գործակցության գործընթացի հիմք հանդիսացող հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Հանդիպմանը կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան զարգացնել համատեղ մոտեցումներ մի շարք հարցերի վերաբերյալ։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը, ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստական է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին եւ Բաքվին։ Ռավանչին նաև ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար եւ երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա, մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային գործակցության կոչ է արել հիմնված փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի վրա։ Իրանի արտգործնախարարն էլ Ռուսաստանում է Աբբաս Արաղչին բանակցություններ եւ խորհրդատվություններ է վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, նաեւ Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Քննարկվել են նաեւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել մի քանի թուրքական լրատվամիջոցի։ Նկարագրելով թուրք պաշտոնակցի հետ հանդիպումը, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Ֆիդանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի շուրջ կատարված քայլերը, նաև ապագա ծրագրերի եւ տարածաշրջանային ընդհանուր խնդիրները։ Սակայն կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել։ Այդուհանդերձ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ եւ այն լիովին պատրաստ է ստորագրման, նշել է Միրզոյանը եւ հավելել, որ դա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա ես կասեի պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ, ստորագրման արարողության տեղի եւ ժամկետի որոշման նպատակով։ Սակայն ցավոք մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Օրինակ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է, բայց մենք պետք է ունենանք այսպես ասած հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ, ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Միրզոյանի խոսքով ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, պահանջելով փոփոխություն անել մայր օրենքում։
Նրանք ասում են, որ մեր սահմանադրության մեջ դրա նախաբանի մասում մենք ունենք հղում մեր անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, եւ որում ըստ նրանց մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են սահմանադրության մեջ։ Եթե մեր սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է սահմանադրությանը, այսինքն չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար եւ միջազգային հանրության կողմից ճանաչված է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով պատասխանը լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է, իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ նրանք հրավիրվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։ Փորձագետը հույս է հայտնել, որ Հայաստանի սահմանադրական դատարանը կընդունի Հայաստանի սահմանադրության փոփոխությունները Ղարաբաղին հավակնելու անհնարինության մասին, որովհետև դա գայթակղության կետն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Բաքուն Երևանից պահանջում է անարգել մուտք Նախիջևան։ Այս միտքը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի իր գործընկերոջ Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։ Ըստ ադրբեջանական մեդիայի նախարարը նշել է, որ խաղաղ համաձայնագրի տեքստի աշխատանքն ավարտվել է մարտին եւ Ադրբեջանը հնարավորություն ունի եւս մեկ անգամ Հայաստանի հետ քննարկել գործընթացի վերջնական ավարտի իր օրինական ակնկալիքները։ Ես նշեցի Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը, նաև Մինսկի խմբի վերացումը, սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս լուծված չէ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև այն մասին, որ անարգել մուտքը Նախիջևան դեռ չի ապահովվել։ Քննարկվել են ազատագրված տարածքների վերականգնման եւ շինարարական աշխատանքները, նաև ականների վտանգը, որն այս գործընթացների ամենալուրջ խնդիրներից է։ Այսինքն ըստ էության համաձայնեցնելով պայմանագրի տեքստը Բաքուն որոշել է նոր պահանջներ առաջ քաշել։ Դա ըստ մի շարք փորձագետների արվում է խաղաղ պայմանագրի ստորագրումից ընդհանրապես խուսափելու համար։ Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար, ես կարողացա Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահին, այս մասին X-ի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մեծդորֆը։ Ադրբեջանն այս տարածաշրջանում էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ, Ֆրանսիան չպետք է որևէ բան թույլ տա։ Իդեմս այս բռնապետության, որն ապակայունացնում է մեր տարածքները ամբողջ աշխարհում, գրել է նա։ Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը, նրա զոհը արցախցին էր, 1915-ի ցեղասպանությունը շարունակվում է։ Ազատության հրապարակում արցախցիների հետ հանդիպումից հետո ասել է Եվրախորհրդանի պատգամավոր Նիկոլա Բեհը։ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն էր։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին։ Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում, նշել է եվրոպացի դիվանագետը։ Այս ամիս սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Չինաստան, որտեղ ստորագրվելու է մի շարք կարևոր պայմանագրեր, բացի այդ չինական ընկերությունները հրավիրվել են ներդրումներ կատարելու Լեռնային Ղարաբաղում։ Չինաստանի Կոմկուսի կենտկոմի անդամ միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Սյանչաուն ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ իբր հայտարարել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման ռազմավարական կարևորության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները կարճ ժամանակ անց հեռացրել էին այդ հրապարակումները։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մինչենն էլ հայկական լրատվամիջոցներին ասել էր, որ չինական պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել եւ չի քննարկել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները կեղծ են եւ ոչ հավաստի։ Ամերիկա-բելգիացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցանկություն հայտնելով գնալ Ռուսաստան եւ դառնալ խաղաղության դեսպան։ Կադրերում ուկրաինացի գործարար եւ տարածաշրջանների կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Վան Դամի հետ է։ Ապրիլի 12-ին նա Ինստագրամում համատեղ լուսանկար էր հրապարակել դերասանի հետ արված Դուբայում, սակայն տեսանյութի ձայնագրման ամսաթիվը անհայտ է։ Ողջույն, պարոն Պուտին, մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան, մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես դուք ճիշտ եք համարում, որպեսզի ես հնարավորություն ունենամ դառնալ խաղաղության դեսպան։ Եկեք դա անենք։ Ես չեմ ուզում ձեզ հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում եմ խոսել բացառապես խաղաղության, սպորտի ու երջանկության մասին։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական վիճակի պատճառով չի կարողանա կատարել Սուրբ Զատկի տոնի հիմնական արարողությունները Վատիկանում, նրան կփոխարինեն կարդինալները։ Վատիկան Նյուզի հաղորդմամբ ավագուրբած Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագը կմատուցի կարդինալ Կլաուդիո Գուջերոտին։ Նույն օրը երեկոյան կարդինալ Բալդո Ռեյնան Հռոմում Պապի գլխավոր փոխանորդը կառաջնորդի խաչի ճանապարհը Կոլիզեում։ Ավագ շաբաթ Հռոմի Պապը պատարագ մատուցելու հանձնարարություն է տվել կարդինալ Ջովանի Բատիստա Ռեին, իսկ Կիրակի առավոտյան Սուրբ Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում կմատուցի կարդինալ Անջելո Կոմաստրին։